Տարիները կարող են կնճիռներ թողնել դեմքին, բայց տարիքի բերած իմաստությունը չեն կարող փոխել։ Այսօր ու ամեն օր ապացուցում են մեր տատիկ պապիկները։ Պարով, երկու ծիծաղով անցած գնացածի մասին խոսք ու զրույցը հենց այն մասին է, որ տարիքը նրանց ուժն է, այլ ոչ սահմանը։ Ծերությունը միայն տարիների հաշվարկ չէ, այն կյանքի փորձությունները համրելու, աշխարհին նոր աչքերով նայելու, հետն էլ մանկանալու շնորհ է։ Ամեն մեկի ճերմակած մազի մեջ թաքնված է կյանքի պատմություն, անցած ճանապարհի փորձություն։ Այդպիսի մարդկանց հիշողություններով ու զրույցներով էր շնչում նաև բարեկամության այգին։ Նորից ու կրկին թևանցուկ ճեմում էին այգում, հիշելով թե ինչպիսին էր այն իրենց ջահելության տարիներին։ Շենքը սեղել է դեղ, հայտի այդ շենքն որ կա։ Ժաշկին կանդին երկու տղեց ստեղ կխաղային։ Այս այգու անունը դրել ենք բան մեծ անդար, փոքր անդարն է կողմն է, մեծ անդարն էր։ Ստեղ դրի թփեր էին, ծառներ էին, դեղելի բան կար, բեմ կար, մեկ միջոցառումներ էին անում։ Ստեղ փոխվել է, շատ է փոխվել, որպես լավն է փոխվել։ Քաղաքը փոքր է եղել, ժողովուրդը իրար ճանաչել են, շատ հարազատորեն եղել իրար հետ, միշտ ժպիտով, ուրախությունով, հումորով օրերը անցկացրել են։ Իրենց խոսք ու ճառով, իրենց ժամանակների ադաթով ապրած տարեցները ասում են մեզ, որ սիրել, ստեղծել ու երազել կարելի է ցանկացած տարիքում։ Մենք մեր համեմատությամբ ենք լավ զգում մեզ, ինչ անենք որ հոգով ջահել ենք, ազիզ ջան։ Դե սովորաբար ասում են, երբ էլ սխալներ չես անում, ուրեմն արդեն ծեր ես։ Երիտասարդությունն էլ իր գեղեցկությունը, իր հրապույրը, իր անդառնալիությունն ունի, որ հետո ափսոսում ենք, սա չարեցինք, նա չարեցինք, այսպես կանենք, այնպես կանենք, բայց դե անցածը անցած է։ Երիտասարդությունը գիտեք անհոգ է։ Չես կարողանում մտածես, հա, վայ, ծերանալու է, մեզ է մլելու։ Թվում է միշտ պետք է երջանիկ լինեն, միշտ պետք է թռվրանությունը ունենան։ Բայց ծերությունը արդեն իրանն անում է, էլի, ոնց էլ ինչքան էլ ուզում ես հոգով մաքուր եղի, հոգով առողջ եղի, միևնույնն է, ծերությունը իրան է ցույց է տալի։ Օրվա տրամադրությունով մարդկանց վարակել էին Գյումրիից, Երևանից ու Վանաձորից այգում հավաքված տարեցները։ Շփվեցին, ծանոթացան, պապիկները հասցրին գլուխ կովալ նարդի խաղալուց, իսկ կանայք ցուցադրեցին իրենց ձեռքի աշխատանքները։ Այստեղ կյանքի, շարունակության ու հիշողության մթնոլորտ էր։ Հայկական Կարիտասի եւ Առաքելություն Հայաստանի տարեցներով երգչախմբեր են կազմել։ Երգում են իրենց ժամանակների երգերը, որ մոռացության չտրվեն։ Մարդիկ կարող են գալ, հա, իրեն դարդերը պատմել միմյանց, հա, փորձել խնդիրների մասին խոսել, կիսել, նաև ինչու՞ չէ, նաև ուրախանալ ու միասին ապրել ու երգել։ Ապրել են, գիտեն, փորձ ունեն։ Հիմա նրանց շատ բան պետք չէ, միայն խնամք, սեր ու ուշադրություն, ինչպես ժամանակին նրանք են տվել իրենց մեծերին։ Կյանքի փորձառությունն ու տարիքի ուժն ամբարած բարի խորհուրդներ ունեն ասելու եկող սերունդներին։ Վայ, թող խաղաղ եղնի երկինքը, վիշտ ու կսկիթ չտեսնիք, երկար կյանք ունենաք, առողջ եղնիք։ Լավ սովորեն, կրթություն ստանան, լավ մասնագետներ լինեն, պիտանի լինեն ազգի համար, որ հետագայում իրենց ծերության ժամանակ լավ հիշողություններ ունենան, որ իրենք մի լավ բան արել են ազգին։ Հասմիկ Թումասյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։